Այս օրերին տեսնում ենք մի խումբ քահանաներ, վարդապետներ հրապարակայնորեն միանում են բարենորոգման հայտարարությանը։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կաթողիկոսի տնօրինությամբ ազատվել է պաշտոնից։ Եթե այս ընթացքը շարունակվի, եկեղեցու ներսում տագնապը միայն խորանալու է։ Դիմում եմ ամենայն հայոց կաթողիկոսին։ Վեհապարտ, պաշտոնը կարելի է վերցնել, խիղճը ոչ, եթե մարդը չի հանձնում։ Եվ այսօր ամենակարևոր պահվածքը հենց դա է՝ խիղճը կենթանի պահել, որ եկեղեցին էլ կենթանի մնա։ Ես սրան նայում եմ ոչ թե ով հաղթեց, ով պարտվեց տրամաբանությամբ, այլ թե ինչ է սա անում մեր հավաքական վստահության հետ։ Սա եկեղեցու նորոգության ճանապարհ չէ։ Եկեղեցին նորոգվում է լույսով, ճշմարտության հանդեպ հավատարմությամբ, պատասխանատվությամբ եւ այն պարզ գիտակցմամբ, որ Աստծո դատաստանը բարձր է ցանկացած տնօրինությունից։ Դիմում եմ Գևորգ Սրբազանին։ Սրբազան հայր, ձեր անձնվեր ու անվախ կեցվածքը մեզ հիշեցնում է, որ հավատքը հարմարվողականություն չէ, հավատքը խաչ կրելու պատրաստակամություն եւ հանձնառություն է հանուն ճշմարտության։ Դուք այսօր կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլև եկեղեցու արժանապատվության կողքին, որպեսզի քարոզը լռության չվերածվի, իսկ սրբությունը հաշվարկի առարկա չդառնա։ Իմ զորակցությունն եմ հայտնում ձեզ, աղոթքով ու վստահությամբ, որ Աստծո դատաստանը բարձր է ամեն տնօրինությունից եւ որ եկեղեցու իրական նորոգությունը սկսվում է ոչ թե լռեցնելուց, այլ լույսը ավետելուց, լույսը բերելուց։